Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Փառք Աստծուն։ Գիտես, փառքը միշտ Աստծունն է։ Ինքը իր ամբողջ ծերը տվեց քեզ։ Ինքը իր միածին որդուն տվեց քեզ։ Բայց փառքը ոչ մեկին չի տալիս, հիշի։ Աստված իր փառքը ոչ մեկին չի տալիս։ Երբեք ոչ մի բանի հետ չփոխես Աստծուն։ Ինքը կարա եւ ուզում է ինձ ու քեզ մտցնի իր փառքի մեջ, բայց իր փառքը ոչ մեկին չի տալիս։ Ամեն։ Դրա համար գնահատի այս բանը։ Երբեք ոչ մի իրավիճակում ինչ որ մի բանի, ինչ որ մի կյանքի դրվագի, ինչ որ մեկի հետ Աստծո փառքը չփոխես, չտեղափոխես ուրիշ տեղ, հա, ինչ որ մեկին հանկած քո սրտում փառք չտաս բացի իրանից, որտեղ մենակ ինքն է արժանի ողջ փառքին։ Ամեն։ Էսի իմ ու քո հաջողության գրավականն է, օրհնված լինելու գրավականն է, որ իմանանք միակ արժանին ում պիտի միշտ փառք տանք, դա Տերերի Տերն է։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիդ։ Եկեք մի հատ էլ ծափարենք մեր Աստծուն ու կարող ես նստել։ Փառք Տիրոջ է, շնորհակալություն, կարող եք նստել։ Փառք մեր Աստծուն։ Մինչև ես ու դու անձամբ չենք մոտենում, չենք բռնում Հիսուսի փեշից, ոչ մի բան չի փոխվում։ Ենք կնոջ նման, հա, որ մոտեցավ ու Հիսուսի փեշից բռնեց։ Փեշից բռնեց, գիտես, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր չասեմ, բայց շատ մարդիկ, հա, տեսնում էին Հիսուսին։ Բոլորն էլ տեսնում էին։ Իրանց դիմացով անցնում էր։ Այս մեկը ասեց, քիչ ուզում եմ ավելի մտերմիկ հարաբերություններ, ուզում եմ զգամ, ոչ միայն տեսնեմ, ուզում եմ Հիսուսին զգամ, շորի ծերին էլ կպնեմ, հերիքա կզգամ, այնքան օծությունը շատ իրա վրա է, շորի ծայրից թեթև բռնեմ, ես Տիրոջս կզգամ, ու հենց կպավ բժշկվեց, հա, կպավ բժշկվեց, մենք շատ հաճախ հեռվից կանգնած ասում ենք, Հիսուս բժշկի կգամ կփաթաթվեմ, չեմ կպնի, մի հատ բժշկի ես կգամ կփաթաթվեմ քո ոտերին, պիտի զգանք մենք պիտի մոտենանք, մենք պիտի ձեռ տանք, հա, մենք պիտի զգանք Տիրոջը։ Այստեղ ամեն ինչ փոխվում, պատմածով չի, լսածով չի, կարդացածով չի։ Դրա համար երբ որ առաքյալները վկայում էին, հա, երբ որ կարդում էին Աստվածաշունչը, տարբեր տեղեր գրված է նույն բանը։ Ասում են, որ մենք տեսանք, լսեցինք, շոշափեցինք, այ իր մասին ենք խոսում, ինչ որ վերացական հեքիաթային Հիսուսի մասին չենք խոսում, մենք ենք զգացել իրան։ Մարդ երբ որ մի անգամ Աստծուն վերապրում է, մարդ երբ որ մի անգամ մոտենում է ու ճաշակում է, չէ, Տիրոջը, հավատա ինձ, ավտոմատը եթե դնեն իր գլխին ասեն ուրացի Հիսուսին չի ուրանա։ Չի ուրանա, եթե մի անգամ իրոք վերապրում է Տիրոջը։ Մարդը եթե մի անգամ իրոք մոտենում է Աստծուն, ճաշակում է Տիրոջը։ Ինչքան ուզում է ասեն, դե լավ ամեն շաբաթ եկեղեցի խես գնում, արի է շաբաթ էլ գնանք քաղաք մանգալու, չի գնա։ Կասի չէ, ես գնում եմ Աստծո տուն, շաբաթը Աստծուն եմ տվել, ես գիտեմ ում եմ տվել, գնում եմ իր տունը։ Ամեն։ Դրա համար մենք, գիտես, մի հատ մեծ դուռ է բացված, լայն հնարավորությունը ամեն մեկից համար է տարի, մոտենալ Տիրոջը, որպեսզի Տերն իր պարգևները լցնի։ Ով մոտեցավ, ով բռնվեց խոսքից, մոտեցավ ինքն էլ կօրհնվի։ Ամեն ինչ կախված է հենց ինձանից, հա, հենց քեզանից, հենց քո կողքին նստածից իր համար։ Այսօրվա խոսքի վերնագիրը ժամանակն Աստծուն փնտրես։ Ովսեի մարգարեություն 10-րդ գլխի 12-րդ խոսքն է։ Տեսեք ինչ է ասում խոսքը։ Սերմեցեք ձեր համար արդարությունով, հնձեցեք ողորմության համեմատ, խամահատ մշակեք ձեր համար, ըստ որում ժամանակն է Տիրոջը որոնելու, մինչով որ ինքը գա եւ արդարության անձրև ձեր վրա տեղա։ Աստծո խոսքն ասում է սերմեք արդարությունով, հնձեք ողորմությունով, խամահատը մշակեք, որովհետև ժամանակն է որ Տիրոջը որոնեք, ոչ թե որոնեք որ գա ջղայնանա ձեր վրա,
չէ, որ գա արդարության անձրև տեղա ձեր վրա։ Եվ առաջի բառը, որ ասում է սերմեք արդարությունով։ Գիտես ինչ նշանակում սերմեք արդարությունով։ Ճիշտ սերմեր ցանեք, արդարության սերմեր ցանեք, հեռու մնացեք մեղքից։ Դու տեղյակ ես, երբ որ դու ցանեցիր ու թողեցիր գնացիր, կապ չունի դու հիշում ես թե չես հիշում, կապ չունի դու նայում ես թե չես նայում, ժամանակը իրան օգնում է, որ ինքը այստեղ պտուղ տա, այդ քո ցանած սերմը, թե լավ, թե վատ, դու ընդեղ ինձ ցանում ես, այստեղ ինքը պտուղ է տալիս։ Եթե ընդեղ ինչ-որ ասում արդարության սերմեր ցանեք, եթե այստեղ ես ինչ-որ մեկի վրա գոռացել եմ թեթև, այսքան փուճուր, մի փոքր գոռացել եմ իր վրա, մի փոքր, ներվայնացած էի, չդիմացա, մի փուճուր էլ, բայց Տեր Աստված ոնց որ վիրավորեցի, այստեղ, մի փոքր տենց սերմ եմ ցանել, չէ, անցնում է մի շաբաթ, չգիտես ինչի, առավոտ աղոթել ես, օրհնված օր ես հռչակել, այնքան լավ է օրը սկսել, Աստվածաշունչը բացել ես, խոստումները ստացել ես, ամեն ինչ լավ է, բարի, քաղցր անուշ կյանքով, երեկոյան ժամը 7-ին, չգիտեմ որտեղից, դու ընդհանրապես մեղավոր չես, ընդհանրապես ոչ մի հարցում մեղք չունես, բայց ինչ-որ մեկը ընենց է գոռում վրեդ, ունենց վատ բառեր է ասում, ու գիտես ինչ ես անում դու, անպայման որպես լավ քրիստոնյա, ասում ես սատանա, հեռու մնա, ես ինչ հարցակում է, հարցակում չի, Սատանան տեղ կապ չունի։ Աստվածաշունչը ասում է՝ մի խաբնվեք, Աստված չի ծաղրվի, ինչ ցանել ես, այն էլ կհնձես։ Այնտեղ ինչ ցանում ես, կապ չունի։ Ախր մի հատ փոքր սերմ եմ ցանել, հավատա ինձ բոլոր մեծ բաներն էլ փոքր սերմից են ծլում։ Հա մեկ փուճուր սերմ ես ցանում այնտեղ, մեկը տեսպես մի հատ մեծ ծառ աճեց ծիրանի։ Հիմա մի հատ փուճուր սերմ եմ ցանել, հիմա կրակն ընկա մի վատ բան արեցի։ Մի խափնի ասում, Աստվածաշունչը ասում է, ինչ ցանես, շեշտում է, գիտես, հենց այնեն չի շեշտում, ասում Աստված չի ծաղրվի։ Եթե ասել է, ինքը ծաղրածանակ չի դառնա քո խաթր։ Ինչա թե որ քեզ լավ լինի, հա, սենց ասեմ։ Դե լավ, դե ասել եմ, բայց քանի որ գոռես որ իրան բարի ապահել էր, տենց թո չլինի։ Ասում է Աստվածաշունչն ասում է, ինչ ցանես, այն էլ կհնձես։ Դրա համար խոսքը ասում է սերմեք արդարություն։ Սերմեցեք ձեր համար արդարություն, որպեսզի հնձեք արդարություն։ Մենք գիտես ինչ ենք անում, այստեղ մեկին թալանում ենք, կներես, հա, օրինակ եմ բերում։ Մի վատ բան ենք անում մեկի հանդեպ։ Այստեղ մեջտեղում ներողություն ենք խնդրում Աստծուց, ասում ենք Տեր, կներես, այնտեղ այն մեկին թալանեցի։ Այստեղ հնձում ենք ընդեի թալանածը, ինչ-որ մի բան մեզնից է գնում, ու մենք ֆռում ենք Աստծու կողմ, ասում ենք Տեր Աստված, շուռ ենք գալի, ասում ենք չէ որ այստեղ ներողություն խնդրեցի, ինչի ցանածը հնձեցի, չէ որ ճանապարհի կեսին գիտակցեցի ներողություն խնդրեցի, մի խաբնվեք, Աստված չի ծաղրվի, ինչ ցանես, այն էլ կհնձես, այն ճանապարհին որ ներողություն ես խնդրում, Աստված ներում է քեզ մեղ չի համարում, բայց ինչ ցանես, այն էլ կհնձես, հա, ինչ ցանես ընդեղ, դե ստիպված խաբեցի, վաղն է քեզ են խաբելու, մի քիչ բամբասեցի, բախ ես զարմանում, որ ականջներդ կարմրել է, ըստ է, ասում ես տենաս էսով է իմ մասին խոսում, հա, հայերը սիրում են, չէ, ես կարմրում ասում են բամբասում են, ինչ ես զարմանում, ընդեղ ցանել ես, ըստեղ կարող է քիթդ էլ կարմրի, սիրելիս, գիտես ինչ ասում մի ուրիշ տեղ Աստվածաշունչը, քանի դեռ երկինքն ու երկիրը կա, ցանքն ու հունձքը չի պակասի, ցանքն ու հունձքը չի պակասի, այս մեջտեղը գիտես մենակ ինչն է օգնում քեզ, այս մեջտեղը մեկ, հա, մեկ, մի բան կա, որ օգնում է քեզ, այս նույն խոսքի մեջ է գրած, այս այն որ ասում եմ, մեր մխիթարության խոսքն է, բայց ոչ երես առնելու, իմ ու քո մխիթարվելու խոսքն է, որ հանկարծ եթե ինչ-որ սխալ բան եմ միամիտ ցանում, հա, ստեղ, միամիտ, այդքան լավի մեջ միամիտ էլ վատն եմ ցանում, որ ընդեղ չհնձեմ, գիտեք ինչ է ասում Աստվածաշունչը, սերմեցեք ձեր համար արդարությունով, հնձեք ողորմության համեմատ,
Ոչ թե ձեր սերմած, գիտես ինչ նշանակում սերմեք արդարությունով, հնձեք ողորմության համեմատ։ Այստեղ 5 հատ արդարության սերմ եմ ցանել, մեկ էլ միամիտ ձեռից ես մի հատ վատ սերմ անգել մեջը։ Միամիտ չի ուզում։ Ես արդարություն ցանող մարդ եմ։ Ուղղակի այն հետը մի հատ վատ սերմ ընկավ։ Չդիմացա, ասեցի ապուշ, հետո ներողություն եմ խնդրել։ Այդ ինձանից չէր, չոքեցի, լացեցի Տեր, ասեցի կներես, ես ախր տես բան չեմ ասում, ես ուր հասցրեցին ինձ։ Միամիտ մի հատ վատ սերմ ցանեցիր, բայց լիքը լավն էր ցանել։ Ասում է սերմեք արդարությունը այդ լիքը լավը, որ հնձեք ողորմության համեմատ, այսինքն որ այս հնձելու ժամանակը գա, քո արդարության բոլոր պտուղները դու հնձես, բայց ճանապարհին այդ վատը Աստված մերցնի, փտացնի, հա, որ Աստծո ողորմությունը գործի, որ Աստծո ողորմությունը օգնի, որ այդ սերմը փտի։ Ուրիշ տարբերակ չկա, ինքը պետք է աճի։ Միակ տեղը, որտեղ դու կարաս ես ու դու կարանք կներես մի հատ բառ օգտագործեմ, պլստանք, հա, հնձելուց այդ վատը։ Էդի եթե ստեղ արդարության պտուղներ ենք ցանում, ու այդ վատը միամիտ ցանել ենք ստեղ, ու այս արդարության պտուղները օգնում են, որ Աստծո ողորմությունը ստեղ մեզ այդ վատը փտացնի, որ այնտեղ մենք մենակ արդարությունը օրհնենք, հնձենք։ Հիմա սերմեք ձեր համար արդարություն։ Հիսուսն ասում էր, եթե ուզում ես իմ հետ ելնես, շատ բան չասեց։ Ուրացի անձդ, վերցրու խաչդ, արի իմ հետևից։ Գիտես, եթե խաչը մեր ձեռքում է, մենք սխալ սերմեր չենք ցանի։ Պատկերացնում ես խաչը ձեռս, գնում եմ ու ճանապարհին ատելություն եմ ցանում։ Թշնամություն եմ ցանում, երբեք չես ցանի, եթե արդեն անձդ ուրացել ես ու խաչդ վերցել ես։ Եթե խաչը քո ձեռքում է, երբեք վատ բան չես ցանի։ Ամբողջ հարցը գիտես ինչի մեջ է։ Խաչը վերցնելու համար պետք է մեր ձեռները դատարկ կլինի։ Մեր ձեռները պետք է դատարկ կլինի, որ խաչը վերցնենք մեր ձեռը։ Ոչ թե մեր ձեռի մեջ պետք է 2 կիլո պամիդոր լինի, կամ էլ iPhone լինի, հա։ Շատ քրիստոնյաներ ուզում են մի ձեռով խաչը վերցնեն, մի ձեռով iPhone-ը։ Չի կարա տենց լինի։ Խաչը վերցնելու համար պետք է ձեռքը դատարկ լինի։ Հեռախոսը խանգարում է խաչին, ասեմ քեզ։ Վերջերս շատ եմ խոսում հեռախոսի մասին, հա, ես նկատել եմ։ Ու գիտես ի՞նչն է վատը, ինչքան խոսում եմ, այնքան ավելի շատանում են քրիստոնյաների մեջ հեռախոսի մեջ խորանալը։ Անկամ ծառայության ժամանակ գիտես չեմ տեսնում քանի օքի է հեռախոսի մեջ։ Չեմ տեսել ոչ մի ծառայություն, որ հեռախոսի մեջ մարդիկ չլինեն։ Մեր մասին չի մենակ խոսքը։ Որտեղ ուզում ա եղած լինեմ։ Ծառայության ժամանակ նստած։ Ծառայությունը ստեղ ինչ կապ ունի։ Կարելի է այնտեղ կաֆեում նստել, սուրճը վերցնել, այդ նույն հեռախոսով սուրճը հանգիստ խմել։ Ինչ կապ ունի ծառայությունը ու հեռախոսը։ Ինչ, եթե հասկանում եմ, եթե այլազգի ես, հայերեն չես հասկանում, հեռախոսի մեջ Google перевод չես մտցրել։ Ուզում ես հասկանաս ինչ եմ խոսում, էլի ոչինչ։ Բայց հավատա ինձ մենք ստեղ բոլորս հայերով ենք, հա։ Գիտես ես ինչ հասկացա, որ ինչ ուզում ա անեմ, ինչքան ուզում ա խոսամ, ոչ միայն ես։ Մեկը մարդկությունը ավելի է ընկղմվում հեռախոսի մեջ։ Ամբողջ աշխարհը գնալով ավելի խորանում է հեռախոսի մեջ։ Ես գիտեք ինչ եմ որոշել, որոշել եմ Հիսուսի նման անեմ։ Հիսուսը գիտեք ինչ արեց։ Երկինքը թողեց, իջավ մեղավոր աշխարհ, որ մեղավոր մարդուն աշխարհից հանի տանի երկինք, հա։ Երկինքը թողեց, իջավ այս մեղավոր աշխարհը։ Ուրիշ տարբերակ չկար մարդկությանը բացատրելու, հա։ Հիսուսը իջավ մեղավոր աշխարհ, որ ինձ ու քեզ այս մեղավոր աշխարհից հանի տանի երկինք։ Ժամանակին մի հատ հեռուստատեսությունով մի հատ ֆիլմ էին ցույց տալիս, սովետի ժամանակ էր, սովետ ինչ հետաքրքիր բառարտակապակցություն ա, չի դարել սովետի ժամանակ։ Հին ժամանակներում, անցած հազարամյակում էր դա հիշեմ։ Ուրեմն անցած հազարամյակում մի հատ ֆիլմ է ես նայում, երիտասարդ տղա է, մինչև հիմա տպավորվել է մեջս այդ ֆիլմը, չեմ հիշում որ ֆիլմն է, բայց երևի դու էլ ես տեսել։ Այնտեղ գիտեք ինչ պատմություն է, որ շատ մեծ քանակությամբ վայրի ձիեր կան, այդ կովբոյները, որ պահում են, հա։ Շատ մեծ քանակությամբ ու ինչ որ մի բանից իրանք
վախենում են, ձիերը որ վախենում են, սկսում են սուրիով փախնել, իրանց շատ դժվար է կանգնացնել։ Ու գիտեք ինչն է ամբողջ հարցը, այս բոլոր ձիերը շատ մեծ արագությունով, մեծ քանակությամբ ձիեր են, գնում են դեպի անդունդը, բայց իրանք չեն տեսնում, որ ստեղ արդեն անդունդ է, հասնում են արդեն անդունդի եզրին։ Եվ մի հատ տղա գիտեք ինչ է անում։ Ինքը զգում է, որ եթե մեկ չէր ուշացնի, այս բոլոր ձիերը թափվելու են անդունդը։ Գիտեք ինչ է անում։ Նստում է մի հատ ձիու վրա, շատ արագ գալիս է այդ ամբողջ ձիերի դիմացն է հասնում, բոլոր այդ ամբողջ երամակի դիմացն է հասնում, որ ինքը անդունդի դիմացից այսպես մանտա թեքվի ձախ, որ բոլորը իրար հետևից թեքվեն, որովհետև իրանք իրար հետևից են գնում։ Առաջինը ուր գնաց, իրանք ինքը դառնում է իրանց վաժակը, հա, գլխավորը։ Կանգնում է ամենաառաջը, որ կարողանա իրան շուռ տա, ուրիշ տարբերակ չկա։ Ոչ մի ձևով չես կարող դրանց կանգնացնես, որովհետև եթե անգամ առաջինի դեմը պատ դնես, բոլորը գան կլցվեն իրար վրա, կլղջեն իրար։ Ու ինքը որպեսի կարողանա փրկի իրանց, գնում է ամենադիմացից կանգնում է։ Հիսուսը այդ նույն բանը մեր հետ արեց, հա։ Որպեսի կարողանա մեզ փրկի, այս մեղավոր աշխարհում իջավ մեղավոր աշխարհ, որպեսի ստեղ կարողանա մեզ փրկի։ Վերևից ինչքան ասվում էր, ինչքան Մովսեսին 1000 տեսակ օրենք ասեցին, 1000 բան առաջարկեցին, չօգնեց։ Չի օգնում ու վсё։ Հիմա ես էլ նույնը հեռախոսի հետ եմ որոշել, ժողովուրդ ջան։ Որոշել եմ, քանի որ ժողովուրդը հեռախոսից դուրս չի գալիս, ես որոշել եմ մտնեմ հեռախոսի մեջ։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է մտնեմ հեռախոսի մեջ, որ ընդդեից հանեմ։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Պետք է մտնենք հեռախոսի մեջ, ինտերնետի մեջ, եթե մարդը ընդդեից դուրս չի գալի, մենք պետք է մտնենք ընդդեից իրան հանենք։ Դրա համար գիտես ինչ են կարող, եթե նկատելը չգիտեմ, ով որ մեր սայթը գիտի, ով որ մեր սայթից տեղյակ է, մենք համարյա 2-3 օրը մի հատ քարոզ ենք նոր գցում։ Մեր Volm հայերը, ով որ չգիտի, վերջում կարող եք մոտենալ կարգ ու կանոնին բանը վերցնել, հա, ոնց մտնել։ Տեսեք, 2-3 օրը մի հատ քարոզ ենք գցում։ Կամաց մտնենք հեռախոսի մեջ, որ մի որոշ ժամանակ հետո սկսենք թեկուզ քարոզների միջոցով հետ հանել, հա, այնտեղից ժողովրդին։ Ճիշտ հասկացի, ես դեմ չեմ հեռախոսին։ Ես դեմ եմ այդ կապվածությանը։ Ու գիտես, ավելի ամենավատը այս ամեն ինչի մեջ ինչն է։ Ինչքան ուզում է ասվի, քանի անգամ ուզում է ամբողջ հեռուստատեսությունը խոսա դրա մասին, միևնույն է այդ տենդենսը գնալով խորանում է։ Գնալով մարդը մնում է իր հեռախոսի հետ։ Գնալով մարդը ամուսնանում է իր հեռախոսին, կներես։ Ճշմարտությունը ասելու համար։ Չկա էլ ընտանեկան հարաբերություններ, ընտանեկան շփում, մոռացեք, այդ ինչ հին բաներ եք ասում։ Ինչ ընտանեկան շփում։ Մաման կուխնյայում, պապան սպալնյայում, երեխեքը զալում, մարդը իր հեռախոսը, իր կոմպյուտերը։ Ինչ շփման մասին է խոսքը։ Հա։ Ես գիտես ինչ, կներես, բայց ինչ որ կողքի սենյակի մասին չեմ խոսում։ Մեր մասին եմ խոսում։ Այդ միակ մարդիկ ովքեր sense այն որ ասում են sense սահուն դուրս են եկել այդ կարգից, այդ 60-ից մարդիկ են, որ այդքան չեն ուզում խորանալ այդ թազա սիստեմաների մեջ։ Միակ փրկված մարդիկ է դրանից, հա, այդ վշտից, հա, sense ասեմ։ Միակ փրկված մարդիկ 60+-ն է։ Հա, 60+-ը որ չի ուզում խորանալ այդ կնոպկաների մեջ։ Հա, մեկ-մեկ կարող է Skype-ով միացնես թորներին բարևանի ու всё։ Հա, ուրիշ էդ է իր ուրախությունը։ Բայց իրոք այսօր հեռախոսը ուտում է մեզ։ Հեռախոսը ուտում է, մարդիկ, գիտես ինչ, առաջ եթե ինչ որտեղ ասենք, ես հիշում եմ կոմունիստների ժամանակ, այն անցած 1000-ամյակը որ ասում էի, հա մենք երեկոյան սպասում էինք, որ ինչ որ ֆիլմ ցույց տան, որ ընտանիքով նստենք ժամուկես նայենք, այդ էր մեր կապվածությունը, հա։ Իսկ հիմա գիտես ոնց է, մարդը կապ չունի որտեղ է, աշխատանքի տեղն է, եկեղեցում է, մեքենայի ռուլին է։ Հայ, թազա սապշենյա եկավ։ Անուշնիկը գրելա ոնց ես։ Բայց չգրեմ լավ եմ, ոչինչ, թո հետևի մեքենան սիգնալ տա, կարևորը գրեմ լավ եմ։ Այս վերջերս մեկը եկավ հետևից մեքենայի, ասենց հոչը խփեց։ Համարյա կանգնած էի, պրոբկայի մեջ, տաղանդ պետք է ունենաս, որ պրոբկայի մեջ դու կանես մարդուն հետևից խփես։ Կանգնած պրոբկայի մեջ։ Դուս եկավ մի հատ քուրիկ, դե պատկերացնում ես արդեն, հեռախոսը ձեռը SMS կարդալուց։ Այսօր մարդիկ իրոք ամուսնանում են իրանց հեռախոսների հետ։ Դու կասես ոնց, հա, հեռախոսի մեջ էլ կարա ընկեր ունենա։ Հեռախոսի մեջ կարա 34000 ընկեր ունենա։ Իրանց բոլորի հետ շփվի, աղջիկ տղա, մեր կռուգն է սա, մեր գրուպան է։ Էսա մեր գրուպան, սիրելիս։ Էսա։ Մեր
Մեր գրուպան Սողոմոնն է, Դավիթն է, Աբրահամն է, Իսահակն է, Հիսուսն է, էս է մեր գրուպան։ Ամեն։ Այ իրանց դրուժից դու։ Ծափարի, արժի Աստծուն ծափարես։ Ամեն։ Դրուժից դու ամեն օր հաշվի նոր իրանք է զապրոս են արել, ամեն օր դրուժից դու։ Հերթով սաղ իշքան հերոս գիտես Աստվածաշնչյան, հերթով դրուժից դու։ Առավոտ ասա բարև, Աբրահամ ջան, արի մի հատ քո մասին կարդամ տեսնեմ, ինչ կա քեզանից քո կյանքից, լայք տամ երկու հատ քեզ։ Հա? Մեկը տենում ես այնտեղ բանը մտավ, եւ չարը մտավ Հուդայի մեջ։ Մի անգամից դիզլայք ես տալիս, ըհը։ Այս սրան ընկերներիցս հանում եմ։ Հա, 12 առաքյալներին դրուժից էի տվել, այս մեկին հանում եմ, հետ եմ հանում։ Ինքան լավ տեղ ունենք, հա, մենք մեր դրուզյաները ունենալու։ Այսօր սրա մասին չի իմ խոսքը, ես մի հատ քարոզ եմ պատրաստում հատուկ, վերնագիրը դրել եմ ինտերնետ։ Ինքը սենց լցվում է, երբ Տերը ասեց ժամանակն է, տալու եմ այդ քարոզը։ Ինքը սենց լցվում է։ Դու գիտես, սատանային պոզով պոչով ինչ որ օթերի մեջ ման մի արի։ Օթերի մեջ ման մի արի։ Ինքը հանգիստ, ինքը իրա տոնը գիտի, ինքը իրա ձևը ունի քեզ ինձ մոտենալու։ Հասկանում ես քրիստոնյան շատ լավ է ճանաչում չարին, երբ որ գալիս է ինքը իրա դեմքով։ Աստվածաշունչն ասում է լույսի հրեշտակի նման է գալու։ Ինչ կարծիք ես, այդ նշանակումը պետք է սպիտակ շոյերով գա սատանան։ Լույսի հրեշտակի նման չէ։ Ինքը կարա գա ասի, լսի բա չմտնես մի հատ այսօրվա Facebook-ի ինֆորմացիան իմանաս 10 րոպեով։ Հալավ կգնաս կաղոթես էլի։ Մեկը տեսնում ես 4 ժամ հետո աշկերը տուրած դուս եկար գնացիր քնեցիր, ինչ աղոթել։ Հազի Facebook-ի դուս եկար, այն ոչ թե դու դուս եկար, կոմպյուտերի ակումուլյատորը նստեց։ Հա? Էլ զարյատկա չկա մեջը։ Մենք մտածում ենք սատանան պոզով պոչով է։ Սատանան պոզով պոչով սկի Եվայի մոտ չեկավ, հա։ Ինքը պոզով իր պոզերը հանելա երկնքում, իր պոզերը խարտոցը հետ են ուղարկել, ինքը էլ պոզու պոչ չունի։ Ինքը ձևը լույսի հրեշտակի նման, քո սիրած մեթոդներով, որ սոցկայքն ես սիրում, ինքը դրանով էլ կարա քեզ հյուր գա։ Հասցրել է արդեն նրան, որ ես դեմ չեմ, որ մարդը հեռախոսի մեջ ունենա Աստվածաշունչ։ Ես գիտես ինչին եմ դեմ, որ դա իր միակ Աստվածաշունչը լինի։ Այդ դրան ես դեմ եմ։ Աստվածաշունչը պիտի կարդանք։ Մի հատ քարոզիչ մի անգամ, չեմ հիշում ով էր ասեց, քարոզում էր, հետը վերցրել էր բանը այդ։ Հա, այստեղ Ռուսաստանի հովիվներից էր։ Հետը վերցրել էր իր հեռախոսը։ Հեռախոսի մեջից էր քարոզում, Աստվածաշնչյան տեղերը հեռախոսի մեջից էր կարդում։ Ասում են, նենց էլ լավ քարոզ ասում, Աստծո ներկայությունը սենց լավ ոցված քարոզ եմ տալի։ Մեկ էլ մի անգամից այդ քարոզի մեջտեղը այն որ քեզ նամակ է գալիս, sense դիմաց տա է դուս գալիս, sense բարև մի հատ ուշադրություն դարձրու ինձ։ Ասես մի անգամից նամակ եկավ աղջկանից էր։ Այնտեղ միտեղ նստած, հա, ծառայության տեղը։ Եկի նամակ եկավ կարդում եմ, պապ ինչ լավն ես, Երանի թե տունն էլ sense լնես։ Բրծավ ասма քարոզս, էլիս բան կարաց ասեի։ Գիտես ինչի։ Որովհետև ուրիշ տեղ էր քարոզը գրե։ Նենց տեղ էր գրե, որ սատանան կարա մի հատ այսենց կլիկ անի, ու սա խառնի իրար։ Մի հատ այսենց սաբշենիա ուղարկի։ Մի հատ թեթև, ինչ ուզում ալնի, մի հատ սաբշենիա ուղարկի։ Անկամ անծանոթ մարդուս մի ամիտ, ես իմով քեզ սաբշենիա ուղարկել։ Ինչ անամոթն ես։ Ու դու մոռանում ես, բայց ես ինչ եմ արել, տնաս ես ում եմ վատություն արել։ Ոչ մեկին, պրոստը պետք էր քո ծառայությունը կտրվեր։ Ուրիշ ավելի հեշտ տարբերակ չկար էլ։ Դրա համար ես կամանց պատրաստում եմ այդ քարոզը, հա։ Բայց չեմ ասելու որորնա, որ հեռախոս սիրող մարդիկ էս տեղը լինեն, էլի։ Փառք Աստծուն։ Եկեք վերադառնանք մեր Ովսեի մոտ։ Ասում է սերմեցեք արդարությունով եւ հնձեք ողորմության համեմատ։ Հետո շարունակում է, շատ կարևոր խոսքեր է ասում։ Ասում է խամահատը մշակեք։ Գիտես ինչ նշանակում խամահատը մշակեք։ Խամահատը դա չորացած, ամայացած հողն է։ Այն որ մարդը հողամաս է ունենում, հա, ասենք կարտոֆիլ է ցանում։ Հետո կարտոֆիլը հավաքում է, հաջորդ տարի լոբի է ցանում,
Հետո լոբին էլ է հավաքում, հետո մի տարի գնում է խոպան չի հասցնում ցանի, հաջորդ տարին գալիս է, բայց խոպանից լիքը փող է բերել, իրան այդ լոբին ու կարտոշկան էլ պետք չեն, էլի չի ցանում, մի երկու տարի էլ ասում են երաշի տարի ալնելու մի ցանի ու ինքը չի ցանում ու այդ հողը որտեղ որ առաջ կարտոֆիլ ու լոբի էր աճում, հիմա դարձել է խամահատ, անմշակ հող է դարձել, քարքարոտ, հա, կոշտ հող է դարձել, ու Աստվածաշունչը ասում է խամահատը մշակի, գիտես որ նա իմ ու քո խամահատը, ամեն մեկին էս տարբեր է, բայց մենք ամեն մեկս էլ ունենք այդ խամահատը, միգուցե ինչ-որ մեկի խամահատը են առաջի սերն է, որ ապաշխարել էր, սիրով լցվել էր, հիմա ինչ-որ սառել է, անմշակ տարածք է դառել, մեկին է կարող է գիտես որն է, որ նոր էր ապաշխարել, գրքից հեռու չէր գնում, օրերով նստում Աստվածաշունչ էր կարդում, հիմա շաբաթը մեկ ենել հեռախոսի մեջ մի հատ արտահայտություն, Այն երրորդինը կարող է ավետարանչությունն է, որում բռնում ասում էր լսի, դու հասկանում ես Հիսուսը փրկել է քեզ։ Ես նոր եմ կյանք ստացել, դու չես պատկերացնում ինչ է նշանակում Հիսուսին ընդունել։ Ապաշխարի դու դժոխք ես գնում։ Հիմա դառնենք պարլամենտի օր։ Տենաս որտեղից ասեմ, որ հանգարց չնեղացնեմ։ Դե գիտես չէ, նեն չի որ դու դժոխք ես գնում, բայց կարող է լավ չլինի, էլի։ Ասում է խամահատը մշակեք։ Այն ինչ որ քարացել է մեր մեջ, հա, Աստծո հետ հարաբերություններում ինչ որ քարացել է մեր մեջ։ Մշակեք ասում է, ցանեք արդարություն, կհնձեք ողորմության համեմատ եւ խամահատը մշակեք։ Մի անգամ հարսանիք պետք է գնա, իր ասիր չէ ծառայությունը ես բաց չեմ թողի։ Եկար ծառայության ուշ գնացիր հարսանիքի, որովհետեւ քո մեջ որոշում ունեիր, որ ոչ մի բանի հետ ծառայությունը չփոխես։ Բայց հիմա արդեն սովորական բան է չգնալը։ Դե լավ, մեկ այ շաբաթ վերցել եմ ինտերնետով բան եմ նայել։ Էս լավ չեմ գնա, բայց կմիացնեմ մի հատ լավ քարոզ կնայեմ։ Հավատա ինձ։ Գալու է ժամանակ, որ սատանան հենց դրանով էլ քեզ խաբելու է, եթե ենթարկվեցիր։ Գալու է ժամանակ, դու մի մտածի ինքը պոզով պոչով է էլի եմ ասում։ Գալու է ժամանակ, որ մարդիկ եկեղեցիներ չեն ուզելու գնան, որովհետև դե այնքան քարոզ կա կնստեմ կնայեմ, էլի ինտերնետը։ Այնքան քարոզ կա կնստեմ կնայեմ։ Հետաքրքիր է, քանի անգամ ա եղել մեզ հարսանիք կանչեն, ասենք, դե տունը մի քանի հատ վիդեո կա հարսանիքների մեր բարեկամների, կդնեմ կնայեմ, էլ գնում եմ ինչ անեմ։ Անում ենք տենց բան էջ։ Մեկը նույն ձևի պարեր են դնում, նույնն է, ինչ տարբերություն։ Կդնեմ կնայեմ, դուրս գա լավ։ Մի երկու հատ էլ կվերկանամ հետները կպարեմ տունը։ Հա, ոնց որ ասում ենք մենք քարոզ նայելուց։ Դե հովիվի ասածը, քարոզի չասածը կրկնեմ ես այստեղ, նույնն է, էլի։ Աղոթում է, իմ համար էլ աղոթում։ Չէ, մենք հարսանիք գնալուց գիտես ինչ ենք անում։ Ոչ միայն գնում ենք, այլև երկար պատրաստվում ենք։ Գախնիկ ասեմ, ես այդ օրը հաց էլ չեմ ուտում տունը։ Հա։ Տունը հաց էլ չեմ ուտում, որովհետև մեկը ուտելու եմ գնամ, աշկս տեսնելու է ուտեմ, Իսուս իմ վրա է դա, հա, վատանդը, ասեմ գոնե տունը չուտեմ, գոնե որ ընդեղ ուտեմ, այդքան վնաս չլինի ինձ։ Հա իմ մասին եմ մտածում, դες անկեղծ ասում եմ քեզ, բայց պատրաստվում ես, չէ՞։ Բոլորս էլ պատրաստվում ենք։ Ոչ մեկ չի ասում, չգիտեմ, հիմա այս լավ, նարդի է, խաղում ենք էլ, եսա կվերկանամ, ես տնական շոյերով, չստերով կգնամ, տվեք մի կտոր հաց ուտեմ նոր գնամ, չնայած մարդկա ինատու ուտում է, որովհետև ամանչում է դուրս ուտի։ Բայց հարսանիք գնալուց դու պատրաստվում ես։ Ու չես մնում հին հարսանիքներ նայելու ու մտածես, որ հարսանիք գնացիր եկար։ Գիտես, Աստված մեր համար ամեն շաբաթ եկեղեցում սեղան է գցում։ Իմ համար էլ, քո համար էլ, իմ համար էլ է գցում։ Ես հետո որ այս վերջերս մեր քարոզներից մեկն էի նայում, ստեղի։ Ուղղակի նայում էինք, հա, այդ որ գցում ենք ինտերնետ, նայում էի, տեսնեի ինչ քարոզ է։ Գիտես, այնքան էր ազդվել ես։ Ես անենց էի ազդվել, որովհետև ինձ էր։ Ես էկրանի հետևում կանգնած, ես ինձ էի խոսում։ Ես ինձանից արդեն ընկճվում էի, ես ինձ խոսում էի։ Դու մի մտածի, որ այդ իմ համար է, չէ, բոլորիս համար է։ Այդ սեղանը Աստված բոլորիս համար է գցում։ Բոլորս էլ պիտի ուղղվենք, բոլորս էլ պիտի հաղթենք, բոլորս էլ պիտի առաջ գնանք։ Էս է ուզում Աստված մեզանից։ Դրա համար հերվից ասել, դե ես գիտեմ այդ սեղանի վրա ինչ ալնելու։
Հա նույն խորովասնա, նույն ձուկնա, կարող է մի քիչ հարուստ հարսանիք լինի, իկրա ու քյուֆտա էլ տան։ Գիտենք էլի, միշտ էլ 40 տարի նույնն եմ ուտում էլի։ 30 տարի առաջ ապաշխարել եմ, նույն քարոզներն է, Հիսուսը սիրում է քեզ, ապաշխարի որ փրկվես, թող մեղքերդ։ Նույն ինչ կա, ուրիշ բան ինչ պետք է ասենք։ Ուրիշ բան չենք կարող ասենք, Աստվածաշունչը ասում է, այս աշխարհի վրա նոր բան չկա։ Ես կարողա փորձեմ ինչ որ, ինչ ասեմ, փորձեմ ինձ իմաստուն ցույց տամ, որ ինչ որ մի բան ասեմ, հա, թազա։ Ասեմ, որ տեսնեն ինչ իմաստուն է, չէ, Աստծո խոսքը պարզ է։ Ու իր մեջ նոր բան չկա։ Ինչ գրված է դա։ Դրանից ավել մենք ոչ մի բան չենք կարող հորինենք։ Բայց մեկ է, էսի սեղանը, որ Աստված գցում է ամեն շաբաթ իմ ու քո համար, որ գանք ու օգտվենք այդ սեղանից։ Ամեն։ Շարունակությունը ասում է. «Ձեր մեկ արդարությունով հնձեք ողորմության համեմատ, խամահատը մշակեք, ըստ որում ժամանակն է Տիրոջը որոնելու»։ Ժամանակն է Տիրոջը որոնելու։ Ոնց որոնենք Աստծուն, այդքան լսել ենք Աստծուն որոնենք, ոնց որոնենք։ Տեսնես ուր Աստված լավ։ Երեմիայի 18-րդ գլխում գիտեք ինչ ասում Աստված։ Երեմիային ասում է, լսի Երեմիա, շատ նստեցիր տունդ։ Դու սարի գնա բրուտի տունը, այնտեղ ես քեզ լսել կտամ։ Ուրիշ խոսքերով ասում է, ուզում ես ինձ գտնես, շարժվի Երեմիա, դու սարի գնա բրուտի տուն, շուտ արա։ Այնտեղ ես քեզ ինձ լսել կտամ, ասում է։ Ես քեզ ինձ լսել կտամ։ Դե Տեր Աստված, տունն եմ, խոսա, ես կշարժվեմ, ասա ինչ անեմ։ Տունը նստած եմ էլի, ասա դու ինչ ասես, ես կանեմ։ Մենակ ասա։ Առաջի Հովհաննես 4-րդ գլխում գիտեք ինչ ասում։ 4-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Դուք Աստծուց եք որդակներ եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհում է։ Գիտեք ինչ ասում Աստվածաշունչը։ Տենա սուր ես Տեր։ Ավելի մեծ է նա, որ ձեզանում է։ Մենք այնքան ենք մոռացել, որ Սուրբ Հոգին մեր ներսն է։ Ես իմ որտեղ ենք Աստծուն ման գալի։ Ես իմ որտեղ էր, ես իմ ոնց։ Լսի Սուրբ Հոգին այն ժամանակ, որ անցնում ես նեղության մեջով, ինքը քո հետ է։ Այն ժամանակ, որ դու տանջվում ես, ինքը քո ներսում է, ինքն էլ է իրան վատ զգում։ Այն ժամանակ, որ դու ուրախանում ես, էլի քո հետ է։ Մենք Աստծուն եսին որտեղ ենք ման գալիս։ Ման են գալի ու զարմանում ենք, թե ինչի տենց էլ չպատասխանվեց, հա։ Մի եղբայր հետ էի խոսում, մի անգամ ասեց, ախր ամեն ինչ փորձել եմ։ Բենի հինի բարի լույս Սուրբ Հոգին, կարդացել եմ մի քանի անգամ։ Ջոն Բիվերի դիսկերն եմ նայել, լրիվ ծառայություններն եմ նայել Սուրբ Հոգու մասին։ Ամեն առավոտ ասում եմ բարի լույս Սուրբ Հոգի, բայց ուր է Աստված չեմ տենում։ Ամեն ինչ փորձել եմ։ Ասի լսի եղբայր, այն ինչ որ դու անում ես, դու ոնց որ Աստվածաշնչյան դպրոցի ուսանող անի։ Այն որ իրան բանաձևը տալիս են, մեջ էլ թվերը, ասում են սենց արա։ Ասում հանի թվերը, քո թվերը դիր այդ բանաձևի մեջ, քո անձնական թվերը դիր։ Բենի հինը իր վերապրումը ունի բարի լույս Սուրբ Հոգու մեջ, Սուրբ Հոգու հետ։ Մյուսները իրանց ունեն, Ջոն Բիվերը իրանը ունի։ Կարաս ամեն օրդ ոչ թե ասես բարի լույս Սուրբ Հոգի։ Բարի լույս։ Այնտեղ որտեղ է Սուրբ Հոգի։ Ամեն օր ասես աշկերտ բաց ասես Սուրբ Հոգի։ Ինչ հանգիստ գիշեր անցկացրինք, չէ՞։ Անցկացրեցինք։ Ես ու դու։ Գիտես ինչի է այդ նման։ Ես կխնդրեմ եղբայր Հովհաննես ջան, գաս։ Գիտես Աստծո խոսքը ասում է Սուրբ Հոգին մեր ներսում է։ Հիմա պատկերացրու։ Հովհաննեսը հիմա Սուրբ Հոգու դերում է։ Ու իմ հետ է։ Ես առավոտ արդեն եմ գիտես ինչ եմ ասում։ Հայր։ Ընդեղից ասում է, ահա ես։ Մի խանգարի աղոթում եմ։ Հայր։ Լսում եմ զավակս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես այնտեղ, որտեղ ես։ Խնդրում եմ։ Ինչի ես գոռում, ես քո հետ եմ։ Գիտես, հետը դա։ Միշտ քո հետ է։ Կարաս առավոտ արդեն, մենք այս տարի որոշենք նվիրենք Աստծուն, հա, ամբողջ տարին։ Կարաս ամեն առավոտ արդենով ասես Սուրբ Հոգի, այսօրը քեզ եմ նվիրում։
Ինչ անենք։ Գնանք հացուտենք։ Լսի, այսօր պիտի ինձ մի հատ հարցով խորհուրդ տաս, ես չեմ կարող կողմնորոշվեմ։ Ես ուզում եմ, որ անպայման դու միջամտես այդ հարցին, խնդրում եմ ազատ եղի, անգամ եթե զգաս ձեռս ճիշտ տեղի գնում, խփի ձեռից, ես կդիմանամ, հա, չթողես, հա, հանկարծ սխալ բան անեմ։ Չէ։ Լսի, ինչ կարծիք ես, արի մտնենք մի քիչ ինտերնետում սխալ սայթեր նայենք։ Ձև չկա։ Արի մեկին խափենք։ Այտենց հարց կտաս իրան, եթե իմանաս Սուրբը հետ է դա։ Կասես մի հատ փորձ եմ տնամ ընդ ինչ է, ինչ սայթ էր։ Գիտես խի չես անի։ Որտեվ Սուրբը հետ է դա։ Բայց մեր մեջ մեկ այդ գիտակցությունը չկա, որ Տերը մեր հետ է։ Դրա համար լիքը վատ բաներ ենք անում։ Մոռանում ենք, որ Աստված մեր հետ է։ Սկսի խոսալ Աստծո հետ։ Սկսի խոսալ, որ ինքը պատասխանի։ Նորմալ չի նի, չէ՞, սենց պատկերացրեք Հովանեսի հետ գնում ենք, ու ես ամեն րոպե ասեմ, դե մի բան ասա ինձ էլի Հովանես։ Այ մարդ խոսա էլի։ Այ մարդ խոսա մի բան ասա ինձ։ Ես պետք է սկսեմ իր այդ շփվելը, որ ինքը պատասխանի։ Հասկանում ես։ Մենք մենակ ուզում ենք, որ ինքը պատասխանի։ Բանը, մեր մոտ բանը Google ինչ են ասում, որ հարց ես տալի պատասխանում, այ դրանցից, հա։ Այս հարցս ոնց անեմ, էնի ոնց անեմ, էսի ոնց անեմ։ Պատասխան էլի, դե խոսա էլի։ Վայ։ Մի շաբաթ ծոմ եմ պայ խոսա էլի։ Դու պետք է խոսաս։ Սովորի ամեն առավոտից խոսալ Տիրոջ հետ։ Առավոտ խոսում ես, ցերեկը խոսում ես, ինչ լավ կարդացինք, չէ՞։ Լսի, բայց ինչքան լավ բաներ բացեցիր այսօր ինձ, խի չէիր ասում ինչև էդ։ Այսքան կարդացել էի այստեղը։ Շնորհակալ եմ, ինչ լավ բացվեց։ Գնանք հացուտենք սովածացանք։ Հա, գնանք հացուտենք։ Մտնենք ինտերնետ մի հատ։ Հա, չէ՞։ Չկա։ Չես էլ հարցնի, Տերը օրհնի, եկեք ծափարենք Հովանեսին, փառք Տիրոջը։ Գիտես ինչի են կանոն որոշ բաներ, այս գիտակցումը չկա, որ ինքը մեր հետ է։ Գիտես ինչի չենք լսում Աստծո ձայնը, որովհետև չենք խոսում իր հետ։ Սկսի շփվել Տիրոջ հետ, գիտես ոնց է սկսում պատասխանել։ Ես այդ եղբորն ասի կարաս սկսես օրդ Աստծո հետ շփվելով։ Պատկերացրու, որ ինքը կողք կտա, այ ոնց որ ես Հովանեսին կանչեցի։ Ասի պատկերացրու, որ ինքը հենց կողք կտա։ Ամեն օր առավոտից սկսի իր հետ խոսալ։ Ասի մի շաբաթ չի ասնի, ինքն էլ կսկսի քո հետ խոսալ։ Ու դու կզարմանաս, կասես, բա մինչև հիմա ուր էր։ Ինքը տեղում էր, ես ուր էի։ Ինքը միշտ տեղում է։ Ես եմ մեկ գործով տեղ գնացել, հա, ինչ որ։ Սկսի խոսալ Աստծո հետ։ Ամեն օր։ Հենց ապրի։ Ես քեզ հեքիաթ չեմ պատմում։ Իրականություն եմ ասում։ Այսօրվանից սկսած մտածի, որ դու մենակ չես։ Փորձի մի շաբաթ տենց ապրել։ Փորձի ամեն իրավիճակում խոսալ Աստծո հետ։ Չեմ ասում փողոցով գնալուց բարձր խոսա մարդիկ մտածեն գժվել ես։ Պրոստը փողոցում գնալուց անգամ ասա ես ինչի ես քայլերս կամանցացնում։ Չես ուզում արագ գնանք։ Լավ, մեկը տեսնում ես այն վերջի քայլը, որ արեցի, դեմովդ մի հատ մեքենա անցավ 200-ի տակ։ Հասցրեց Սուրբ Հոգին պահեց։ Եթե ուզում ես զրուցակից ունենաս երկնքից, քո ներսում, սկսի իր հետ խոսալ։ Շատ կարճ ժամանակ հետո ինքն էլ կսկսի քո հետ խոսալ։ Շատ կարճ ժամանակ։ Ու առավոտից իրիկուն ընդունի, որ դու մենակ չես, Տերը քո հետ է։ Ամեն իրավիճակում ինքը քո հետ է։ Այնքան հեշտ շատ մարդիկ ասում են, ես ինչը չեմ կարող թարգեմ, ինչը չեմ կարող թարգեմ, ինչը չեմ կարող թարգեմ։ Այ որ վարքյանին հասկացար, որ ինքը իսկականից կողք կտա կթարգես։ Կզզված քո արածից։ Կասես ո՞նց։ Ես ո՞նց ինձ թույլ տամ։ Ախր ինքը հետս է։ Սերմեցեք ձեր համար արդարությունով, հնձեք ողորմության համեմատ, խամահատը մշակեք ձեր համար, ըստ որում ժամանակն է Տիրոջը որոնելու, մինչև որ ինքը գա եւ արդարություն տեղա ձեր վրա։ Ասում ժամանակն է Տիրոջը որոնեք, դե մի երկու աղոթեցի չեկավ։ Ոչ։ Ասում այնքան որոնեք, մինչև որ ինքը գա, որ հեղեղը գա ձեր օրհնությունների։ Այնքան որոնեք, մինչև որ գա ու արդարությունը տեղա։ 4 օր ծոմ պահեցի։ Մի բառ չխոսած հետս։ Էսա մի շաբաթ էլ աղոթում եմ։ Աստվածաշունչը որոշել էի 2 ամսում կարդայի, մի ամիս 12 օրում կարդացի։ Ամեն ինչ պրոցեդուրայով արեցի։ Բարի լույս Սուրբ Հոգին էլ արել եմ։
Չկա։ Ասма ժամանակն է որոնես մինչև որ ինքը գա։ Եթե դու սենյակում մի հատ դրամ ես կորցրել, մի հատ մետաղա դրամ ես կորցրել, ու ինքը շատ թանկ է քո համար, ինչ ես անելու, եթե դու գիտես, որ դու այդ սենյակում ես կորցրել հաստատ, ինչ ես անելու, դե մի 15 րոպե մանեկա չգտա, չէ, այնքան ես ման գալու, մինչև որ գտնես, որովհետև գիտես, որ այդ սենյակում է, հա, մինչև որ գտնես, որովհետև գիտես, ինքը շատ թանկ է ու ինքը հենց տեղ է, հիմա քեզ ասեմ, աշխարհի ամենաթանկը որ կա, Սուրբ Հոգին քո մեջ է, այնքան որոնի մինչև գտնես, հա, այնքան շփվի հետը մինչև ինքը սկսի քո հետ խոսալ, մինչև որ գա ու արդարություն տեղա ձեր վրա, մինչև որ գա ու իր պարգևները լցնի, գիտես այս տարվա խոսքն է, ով բռնեց, ով մոտեցավ, ով փնտրեց, ով գտավ Աստծուն, ով որոնեց Աստծուն, Աստված գալու է իր պարգևները լցնելու է։ Ոնց որ անցած տարի մենք խոսք ունենք, ով բռնեց, ինքը օրհնվեց, ով գնաց դրան, ինքը օրհնվեց։ Շատերը օրհնվեցին։ Այս տարի մենք խոսք ունենք, որ մոտենանք Աստծուն։ Մինչև որ ինքը գա ու իր պարգևները լցնի մեր վրա։ Տեր կլինի անձրևը տաս, հետո կորոնեմ, կմոտենամ քեզ։ Անձրևը տուր Տեր Աստված, օրհնություններդ լցրու, խոսք եմ տալի, կյանքս կնվիրեմ քեզ։ Քանի անգամ է եղել, որ մենք հաջողությունը թակիլա դուռը մեր ու մենք ավելի ենք մոտեցել Աստծուն։ Չէ, մարդիկ գիտես երբ են ավելի մոտենում Աստծուն։ Սուքի մեջ, հիվանդության մեջ, պրոբլեմների մեջ։ Երեխեն եթե պետք է բանակ գնա հիմա։ Ես մեկ զարմանում եմ մամաների վրա, գիտես, որ սովորական քրիստոնյա էր, sense նայում ես։ Անկալի գնում էր, հալելույա, ամեն։ Բայց տենց ոչինչ որ զգում էր վառված, կրակ, բան չկա մոտը։ Երեխեն ես գնում է բանակ փոխվում է լրիվ։ 2 տարով դառնում է լավ մոտեցած մարդ Աստծուն։ Գիտես ինչի, որ հանկարծ երեխուն բանակում մի բան չլինի։ Նայում ասում ես լավ, այս մարդը երեխու բանակը պետք է իրան փոխեր դեպի Աստծուն։ Լավ բիզնես եմ սկսելու, որոշել եմ, ես 3 ամսից ծոմ ու աղոթքի մեջ լինեմ, մի քիչ շատ կարդամ, որ Աստված հետս բիզնեսից մեջ փայատեր լինի, օգնի ամեն ինչ լավ գնա։ Վիրավորում ենք տենց Աստծուն, գիտես։ Դրանով վիրավորում ենք Աստծուն։ Բիզնեսը պետք է մեզ մոտիկացնի իրան։ Երեխան հիվանդացել է, սաղ ընտանիքով որոշել ենք թողենք ամեն ինչ մոտենանք Աստծուն։ Էլ բան չկար, հիվանդությունը պետք է մեզ մոտեցնի Աստծուն։ Ասма ժամանակն է որոնեք, մինչև որ Աստված գա ու իր անձրևը տա։ Վերջի տեղն եմ կարդալու։ Երեմիայի 15-րդ գլխում ասում է, եթե դարձի գաս, քեզ հետ կլինեմ եւ իմ բերանի պես կլինես։ Գիտես ինչ նշանակում իմ բերանի պես կլինես։ Մարգարեության պարգևի մասին է խոսում։ Մարգարեության պարգևի մասին է խոսում։ Իմ բերանի պես կլինես։ Գիտես մարգարեն, ընդհանրապես մարգարե գիտես ինչ է նշանակում։ Մարդիկ մտածում են մարգարեն այն մարդն է, որ ձեռս ես տնկում է ու մտածում է էլ ինչ ասեմ։ Շատ հաճախ քրիստոնյաներ են տենց անում։ Էլ ինչ ասեմ։ Երեմիայի 20-րդ գլխում գրած է, գիտես, մարգարենով է։ Ասում է, երբ որ ասեցիր գնայես ժողովրդին վատ բան ասա, Տեր ասում է, բայց ես հոգնել եմ, էլ չեմ ուզում գնամ ամեն անգամ այս ժողովրդին վատ ասեմ։ Հասկանում եմ իրանք ավիրված են, ահավոր վիճակում են, կեղտոտ են պահում իրանց կործանման ես տարել, բայց չեմ ուզում ասեմ։ Քո ասած բառերը գրած է, չեմ ուզում ասեմ։ Իմ մեջ պահում եմ, որ չասեմ։ Ու գիտեք ինչ շարունակում Երեմիան։ Ասում է, բայց ասում է, քո ասածը իմ մեջ ոնց որ կրակ դառավ, սիրտս վառվեց, չկարացա էլ պահել ու դուս տվեցի։ Մեկը ասեցի։ Այս է մարգարեն, որ երբ որ Աստված մի բան դնում է, չես կարում չասես։ Ոչ թե էլ ինչ ասեմ,
մի երկու խելոք բառել ասեն լավ մարգարեություն արեց։ Չէ, մարգարեն այն մարդն է, ով որ չի կարա պահի այն ինչ որ պետք է ասի։ Այդ է Աստված աշխատում։ Երբ որ կրակը դնում է քո մեջ, պիտի դու ստաս։ Այս է մարգարեությունը։ Ու ասում է, ով որ դարձի եկավ, ժամանակն է Տիրոջը որոնենք, հա։ Ասում է, ով որ դարձի եկավ, իմ շուրթերը կդառնա երկրի վրա։ Այսինքն ես իր շուրթերի միջոցով կհռչակեմ իմ ճշմարտությունը։ Եվ ասում անձրևը կտեղա քո վրա։ Արի ոտքի կանգնենք։ Ես ուզում եմ աղոթեմ քո համար, որ այս տարին իրոք արտասովոր տարի դառնա, որ դու իրոք Աստծուն փնտրես, որ ես իրոք Աստծուն փնտրեմ, կապ չունի ինչքան եմ փնտրում, չկա չափ Աստծուն մոտենալու, հասկանում ես, չկա չափ, ինչքան էլ մոտենաս այնքան դեռ տեղ կա մոտենալու, ինչքան էլ մոտենաս այնքան դեռ ճանապարհ կա անցնելու, բայց ես ուզում եմ աղոթեմ, որ ամեն մեկս այս տարի գոնե այսքան մոտենա Աստծուն, այսքան